Մյուս ծրագիրը, որի մասին արդեն շեշտվեց, դա բնակարանային ապահովման ծրագիրն է մեր հայրենակիցների համար, որոնք տեղահանվել են Ղարաբաղից։ Այս ծրագրի ընդհանուր չափը գնահատվում է մոտ 800 միլիարդ դրամի շրջանակներում։ Եվ չեմ սիրում այդ աննախադեպ բառը, որ հաճախ օգտագործվում է, իմ գործընկերներն էլ են հաճախ օգտագործում, բայց սա իրոք ծավալի իմաստով երբևէ չի եղել այս չափի պետական ծրագիր, փորձեցի խուսափել աննախադեպ բառից։ Մենք նաև ամենօրյա ռեժիմով աշխատում ենք մեր հայրենակիցների հետ, փորձելու լուծել են խնդիրները, որոնք ծագում են ծրագրին դիմելու շրջանակներում, որպեսզի հնարավորինս շատ քաղաքացիներ օգտվեն այս ծրագրից, եւ ուզում եմ ներկայացնել էլի այսօրվա վիճակագրությունը մի քանի օրվա ծրագրի շրջանակներում արդեն ստացել են հավաստագիր 3202 ընտանիք եւ 12826 անձ, այսինքն ընտանիքներ եւ ֆիզիկական անձանց թիվն էլ գիտենք, եւ որոնցից 1198-ը կամ 1200-ը եւ 5242-ը արդեն իրացրել են իրենց հավաստագրերը եւ բնակվում են իրենց սեփական տներում։ Իհարկե մենք նաև մոնիտորինգի ենք ենթարկում ամենօրյա ռեժիմով եւ վերլուծում ենք, թե ինչպես կարող ենք ծրագիրը առավել բարելավել եւ օրինակ հենց այսօր կառավարության նիստում որոշ փոփոխություններ արել ենք, թեև նախարարության կայքով հրապարակել ենք, բայց կուզեմ նաև այս ֆորմատով ներկայացնել, որ ծրագրի շահառու միավորի կազմում պարտադիր լինելու պայմանը չի տարածվի ընտանիքի այն անդամների վրա, ովքեր դատարանի վճռի հիման վրա ճանաչված են անհայտ բացակայող, մինչև այդ մենք այդպես խնդիր ունենք, որ չեն կարողանում օգտվել ընտանիքի մյուս անդամներին, շահառու ընտանիքների այն անդամները, ովքեր 2023 թվականի սեպտեմբերի 10-ին դրությամբ եղել են անչափահաս, սակայն դիմում հայտարարություն լրացնելու ժամանակ լրացել է նրանց 18 տարին, ցանկության դեպքում հնարավորություն կունենալ ստանալ հավաստագիր որպես առանձին ընտանիք, որտեղ նման խնդիրներ են ունենում, եւ սա նաեւ շատ կարեւոր է այն համատեքստում, որ հաճախ էլի մեզ մեղադրում են, որ մենք չենք լսում մեր հայրենակիցների կողմից բարձրացած խնդիրները, ինչը հակառակն է ամբողջության, որտեղ այս ինչ որ ես հիմա կարդում եմ, հենց իրենց այդ քննարկումներ, իրենց այդ հանդիպումների ժամանակ բարձրացված խնդիրների լուծում է, եւ հետեւաբար այս արգելքն է դուրս կգա եւ ավելի շատ քաղաքացիներ եւ ընտանիքներ կկարողանան ստանալ հավաստագրեր, ինչպես նաեւ միջգերատեսչական հանձնաժողովին դիմաց ընտանիքների կողմից ներկայացվող փաստաթղթերի նվազագույն քանակը կսահմանվի 1, նախկինում սահմանված 2-ի փոխարեն, եթե խոսքը վերաբերում է 2022 թվականի դեկտեմբերի 12-ից հետո մինչև տեղահանում ընկած ժամանակահատվածին։ Վիճակագրությունը արդեն ներկայացրեցի, փաստորեն նույնիսկ հետաքրքիր բան է, այսինքն այս տեղեկանքն այսօր եմ ստացել, արդեն թիվը ավելացել է մոտ 40 ընտանիքով, այսինքն 27-ի դրությամբ եւ 30-ի դրությամբ, այս էլ շատ լավ տենդենս է, արդեն ունեն 3240 ընտանիք, որից իրացվել է 1210, սա նորից խոսում է ըստ էության կենսունակության ծրագրի եւ մեր հայրենակիցների կողմից լավ ընկալվելու մասին։